Բարև ձեզ, այսօր հոկտեմբերի 27-ի ոճրագործության 26-րդ տարելիցն է։ Ոճրագործություն, որի ժամանակ սպանվեցին Հայաստանի Հանրապետության վարչապետ Վազգեն Սարգսյանը եւ Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը։ Ինչ ունենք ոճրագործությունից 26 տարի անց։ Ամեկ+-ի եթերում հարցազրույցն է եւ այսօր մեր հյուրն է Դեմիրճյանների շահերի պաշտպան փաստաբան Աշոտ Սարգսյանը։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան, շնորհակալություն մեր տաղավար գալու համար։ Պարոն Սարգսյան, այս 26 տարիների ընթացքում հոկտեմբերի 27-ի գործը բազմաթիվ վայրիվերումների միջով անցավ, բացվեց, մասերը առանձնացան, նորից փակվեց, նորից բացվեց եւ այլն, ամեն դեպքում 26 տարի անց ինչ ունենք այսօր մենք, ինչ վիճակում է գործը, առաջ գնում է թե ոչ, քիչ առաջ այդ առիթով Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը հայտարարեց, որ վերաբացումից հետո 3 անգամ իրեն կանչել են քննության, վերջին անգամը ընդամենը 2 ամիս առաջ էր։ Դուք ինչ կարող եք ասել այդ առիթով։ Շնորհակալություն Ամեկ+-ին իր հետևողական է 27-ի դեպքերի հետ կապված իրադարձություններին այդպես հետևողական, անընդհատ ինչ չի ասի մյուս լրատվամիջոցների վերաբերյալ։ Նախ մի ուղում մտցնենք, որ ամսի հոկտեմբերի 27-ին ոչ թե Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանն են սպանվել, Եվս 6 այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, պատգամավորներ։ Այո։ Եվ դե հիմնական թիրախը բնական է եղել են Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը, կասկած չկա։ Ինչ վերաբերվում է գործի մասով, ես վերջի անգամ 18 թվականի հոկտեմբերի կամ նույն օրը կամ ամսի 28-ին շատ մեծ եւ օնլայնված ներկայացրել եմ բոլոր այն իրադարձությունները եւ հոկտեմբերի 27-ի իմ կարծիքով այդ իրադարձության այդ դեպքի նախորոք ինչ որ տեղի է ունեցել եւ առիթել հանդիսացել է դրա համար դա կրկնելը այսօր նորից ինչ թվում է թե կարիք չունի Բայց ես նորից ասեմ, նորից կրկնեմ են ինչ որ ասել է, հասկանում եք, նոր սերունդը, նոր սերունդը, ըմբախտ 7 տարի առաջ, հələ 7 տարի առաջ էր, էլի։ Բայց, հա, այդ իմ վերջի հարցազրույցը եղել է։ Վերջինը չէր, դա վերջինը ուզում ասեմ այո, դա մի փոքր բանի մասին էր, էպիզոդի մասին էր ձեր այդ հարցազրույցը, բայց հիմնական ընդարձակ ես այդ ամեն ինչը ներկայացրել եմ։ Բայց նորից եմ ասում, որ ամենացավալինն է, որ սերունդը, այս երիտասարդ սերունդը շատ քիչ մարդիկ գիտեն։ Շատ քիչ մարդիկ գիտեն ինչ ա եղել հոկտեմբերի 27-ին։ Եթե ինչ-որ մեկը լսել է հոկտեմբերի 27-ը, ասում հա ինչ-որ մի բան եղել է, չէ, ազգային ժողովում։ Շատ քիչը գիտեն, որ դա ինչի պատճառով ա եղել, ոնց ա եղել, այդ ինչի հետ ա կապված եղել, դա ոչ թե եղել է ուղղակի սպանություն, ա եղել է քաղաքական սպանություն, էլի։ Որի մասին ես շատ եմ ասել, հիմա եմ ուզում կրկնեմ։ Ինչի հետ է կապված եղել։ Որովհետև գիտեք ինչ է, այստեղ բոլորը տուժող, ասենք հիմի Արամ Սարգսյանին կանչել են որպես տուժող, առաջ տուժողի իրավաճորդ էր, հիմի նորորեն գրքով տուժող։ Սամվել Դեմիրճյանին էլ են կանցել, դրանք անդրադառնամ։ Բայց այդ ժամանակ տուժող կլինեին, եթե գործը լիներ, ասենք, սպանության մասով։ Դա ուրիշ շոթված այն հին օրենսգրքի 102-ն է, 102-ից 104-ը, բայց սրանք դատապարտվել են 301-ն էր, թե չեն սխալում այն ժամանակ, պետական քաղաքական գործիչի սպանությունը, պետական քաղաքական գործիչի իշխանության ներկայացուցիչ սպանությունը իր պարտականությունների կատարման հետ կապված։ Մի դուք իրավաբան չեք, ըստ ձեզ առաջի տուժողը ով է։ Տուժողով պետք է ճանաչվի։ Չէ՞ որ պետությանն է հասցվեց վրա, պետությանը, չէ։ Դե պետություններ պետք է շահագրգռված լինի, որ իրան հասցված է իրան նկատմամբ կատարած հանցագործությունը բացահայտ։ Եվ երևի թե մենք այսօր պետք է խոսենք, թե ինչա կատարվում։ Ես դες մի անգամից ասեմ, որ մի անգամ այս ընթացքում Լուկասիկ Արամ Սարգսյանը 3 անգամ են կանչել, մի անգամ, եթե չեմ սխալվում 20 թվականին կամ 21
Ինձ Դեմիրճյանի ընտանիքից ասացին, որ ինչ-որ ծանոթում է եկել ազգային անվտանգությունից, դեպարտամենտից, այն ժամանակ այդ դեպարտամենտից եւ ես ճշտեցի, Սամվելի ժամանակ Մոսկվայում էր։ Եվ ես ճշտեցի ինչի հետ է կապված եւ զանգահարեցի քթայ։ Սամվել Դեմիրճյանն նկատի։ Սամվել Դեմիրճյանն, այո, դե տուժողի իրավաճորտը ինքն է ճանաչել։ Ես էլ իր ներկայացուցիչն եմ։ Ու այդ ժամանակ ես հանգարեցի ազգային անվտանգության քթայ այդ քննիչով էր բան արել ու ասացի ինչ ես ուզում Սամվելին կանչելու իմաստը ո՞րն է։ Դե ասում եմ մենք գործը վերաբացել ենք, դրա համար անհրաժեշտություն է առաջացել տուժողին հարցաքննելու։ Մենք դու գործը վերաբացել եք, բացահայտման, չէ՞, ուղղված գործողություններ կատարելուն։ Չէ՞, բացահայտման։ Ոչ թե բացահայտ, ինքնանպատակ չի, բացահայտման է տուժողը իրավահաջորդը ձեզ ինչ տեղեկություն պետք է հայտնի բացահայտման մասով։ Այդ դեպքում դառնում է ոչ թե ցուցմունք, այլ դառնում է հարցազրույց։ Հարցազրույցի հիման վրա դու գործ եք բացահայտելու։ Ինչ որ կա մեր մոտ եւ կասկածները եւ դրա հիմնավորող փաստաթղթերը, փաստերը, ապացույցները բոլորը ներկայացված են եղել նախ քննչական, վերջում արդեն ծանոթանալուց հետո, իսկ մեծամասնությունն էլ ներկայացված է դատաքննության ժամանակ։ Եվ այնտեղ այնքան նյութեր կա, որ տուժողին կանչել հարցաքննել, այսինքն այդ դեպքում հարցազրույց վերցնելը որևէ նշանակություն չի կարող ունենալ։ Ում պետք է ձեզ իրենք Ես այդ ժամանակ քննիչին մանրամասը ներկայացել եմ, մի րոպե չեմ եղել մոտա։ Բացատրել եմ միջնորդությունները, որոնք տենց էլ բավարարվեցին, բայց չկատարվեցին։ Մենք դատարանում ներկայացել ենք կներեք անջատված մասով։ Դատարանում դա դեռևս նախորդ փուլում մինչև հեղափոխությունը քրեական դատարանում մի րոպե դատարանը գործը քննվել է ես մասնակցել եմ մինչև 2002 թիվը որտեղ տեսանք անիմաստ է արդեն դուրս եկանք եւ սկսեցինք աշխատել անջատված մասով Բայց դատարանում ներկայացված նյութերի մեջ, ներկայացված միջնորդությունների մեջ, ներկայացված այնտեղ ցուցմունքների վերլուծությունները սրանց էլի, որը վերաբերում էր կազմակերպիչներին եւ ուղղություն կարար լիներ, դրա հիման վրա մենք միջնորդություն ենք արել երկու միջնորդություն, որը բավարարվել է գլխավոր դատախազի կողմից, Աղվան Վարդանյանի կողմից, որտեղ չէր կարա չբավարարեր։ Ես էլ էի զարմացել, որ այդ միջնորդությունները բավարարվել են։ Բայց հետո չկատարվեց այնքան, չգիտեմ ինչի չկատարվեց։ Ինչ միջնորդություններ։ Կապված առաջի հերթին այնտեղ դրվակա նորից եմ կրկնում, դրվակա, որ Կարմիր Պապկա եղել ձեռքերը, որ գնացել են եւ այդ Նայիրի Հունանյան եւ արդեն այդ Տիգրան Նայիրի Բադալյան։ Սա ակնհայտ սուտ էր։ Եվ փաստերը խոսում են, որտեղ ուրիշ բան է տեղի ունեցել։ Այդ միջնորդությունն էսի միջում կարա բովանդակային առումով ասեմ, մի հատ էտի եկեք անենք, տեսնենք։ Արդյոք կարող է այդ Կարմիր Պապկան Զուքարանի մոտ հանձնված Նայիրի Հունանյա այդ դրանից սրանք եւ հայտնվել ազգային ժողովի նիստերի դահլիճի հանգստյան դրան մեջ չի կարա տենց բան լինի։ Էս գնացեք վերցրեք նայեք։ Թե չէ կանչում եք տուժողին ինչ ասի։ Երկրորդը էլի տես միջնորդություններ եւ էլի բացի դրանից այնտեղ այնքան հետաքրքիր բաներ կա, որին ես ուշադրություններ հրավիրել եմ։ Ուշադրությունը ես հրավիրել եմ։ Հեղափոխությունից հետո, երբ որ վերաբացվել է եւ ձեզ հրավիրել են։ Այո, ես այո, ոնց որ բան անեի, ասենք դե այդքան ես աշխատել եմ դրա վրա համարյա թե այդ 33-ը չասեմ, 33 հատորա, բայց ասենք այն հիմնական ցուցմունքները, ասենք 12-րդ հատոր Տիգրան Նաղդալյան, որը այդ ձայնագրության այդ տեսաձայնագրության այդ անհասկանալի այդ գնալ գալը բանից անելը հերոստատեսությանից հանել, չգիտեմ ուր տանելը, դրանք սաղ ներկայացված են։ Եթե ուշադիր, այն ինչ որ այն ուղղությունը որ տվել եմ, ուշադիր նայեն կանչելու, ասենք Սամվել Դեմիրճյանին կամ չգիտեմ մյուս տուժողներին,
որոնք ասենք ինչ պետք է ձեզ ասեն, ընդամենը հարցազրույց, ընդամենը այն ինչ որ իրանք այսքան ժամանակ ասենք լսում են այս կողմից, այն կողմից, դրանք մասին խիդրանով գործ է բացահայտում։ Միջնորդությունների ձեր նախորդ միջնորդությունները ոչ թե բավարարելու, այլ արդեն բացահայտելու, հա, այդ ուղղությամբ աշխատելու։ Արդեն կազմակերպիչների մասին է գնացել խոսքը։ Քրեական դատարանում ներկայացվածները շատ հետաքրքիր բաներ կան, որոնք կարող են օգտագործվել արդեն իսկ անջատված մասինը, երևի թե մենք պետք է սկսեինք նրանից, որ հասկանա էլի մեզ դիտողը, եղել է քրեական գործ, քրեական գործը երբ որ արդեն ուղարկվում էր դատարան, իսկ դա մի տարի ժամկետ է կալանքի պահելու, կալանքի այդ ժամանակ նախաքննության ժամանակ մի տարի, ստիպված ուրեմն անջատվեց մասը, այս մասը, այս կատարողների մասը գնաց դատարան, կազմակերպիչների մասը գնաց նորից առանձին վարույթով քննում էին։ Մենք որ արդեն հասանք, տեսանք, արդեն մի անգամ կրկնել եմ, էլի որ 22 թվականին հանկարծ հայտնվում Մամեդ Փիլոյան եւ ասում է, որ всё, այսքանը երիք է։ Այսինքն 2 տարի քննել ենք, որ պետքա բացահայտվի ամեն ինչը։ Հա, 2002, հա, 2002 Եվ հանգարտ գալի ասում են, որ հերիքեր այդքան ինչ էին կանում, եթե պետքա բավարարվեինք մենակ կատարողների գործողություններով, հենա սաղ տեսահերիզը կա։ Սա է եղել, իսկ թե դրանից հետո այդ ուղղությունով ինչ-որ մի բան արվել է, թե չի արվել, ես չգիտեմ, բայց անցած տարի հաղորդագրություն տարածվեց դատախազության կողմից, թե ինչ են արել 27-ի գործի։ Եվ կարդում ես, ուրեմն կետերով գրված է, հարցաքննվել են 18 թե 24 վկա։ Այսինքն 6 տարվա մեջ հարցաքննել են ընդամենը 24 վկա, եւ դա ուղղված է եղել այս մեր պատմության մեջ նմանատիպը չունեցող հանցագործության բացահայտմանը։ Ես դա չգիտեմ էլ որ ինչ վկա են հարցակրել, այսինքն դրա մասին գոնե կարելի է չխոսել, թե կատարվել է 1:30, 4 դատապարտյալ է հարցակրվել։ Այդ պետք է ընդհանրապես չներկայացվեր, որովհետև չի կարելի, ինչ ներկայացնում եք, որ ինչ անեն, որ տուժողները լսեն ու մի անգամ էլ այդ նյարդանան, որ 24 հոգի հարցաքննվել է 6 տարվա ընթացքում, 6-ա, չէ՞ դու զգալի 21-ին, չէ՞ բան եղավ։ Հետո Պարոն Սարգսյան, իսկ ձեր կարծիքով այդ անջատված մասով, կազմակերպիչների մասով, զուտ հարցաքննության համար ում պետք է կանչեին, ում պետք է կանչեն։ Անջատված մասը կարճվել է։ Հա, վերաբացվել է, հետո ասել եմ արդեն։ Ես արդեն ասել եմ, նորից կրկնվելու բան չունեմ։ Այնտեղ կա ցուցմունքներ։ Հիշեք, առաջի օրվանից դրվել է, որ զենքերը եղել են ազգային ժողովում։ Իմ հիմնական գործը եղել է ապացուցել, որ զենքերը եղել են ազգային ժողովում։ Ես դա կատարել եմ։ Նորից եմ կրկնում 18 թվականի ասածով, ցանկացած իրավաբան, քննիչ կլինի, փաստաբան կլինի, թող գա, ես ներկայացնեմ այն ներկայացված ապացույցները, կախված զենքը իբր բանի տակ պահելու, չգիտեմ, կտրելու, մտնելու, այդ ամեն ինչի հետ ներկայացված է բոլորը։ Դրանից հետ դրա մասով էլի կա, դրա մասով այդ ինչ վերաբերում է նրան, թե որտեղ կարող է լինել, լավ, որտեղ կարող է լինել, ասել եմ, գնացեք վերցրեք քարտեզը, տեսեք, թե մի անգամ ձերբակալված, հետո ազատված մարդը որ դա բանում նստածել է սենյակում, տեսեք այդ սենյակը քանի մետր հեռավորության վրա է արդեն դահլիճից, կարմիր սրահի մուտքից, տեսեք ով է նստած եղել հետը, երկու հոգի են, ով է նստած եղել, դե մի կացեն նախաքննության գաղտնիքները բացահայտում կարող արել են, բայց համոզված եմ չեն արել։ Ով է նստած եղել եւ ինչ ցուցմունք է տվել, թե ինքը խի է հոկտեմբերի 22-ից մինչեւ հոկտեմբերի 30-ը չի կարող լինել ազգային ժողովում, որտեղ զբաղված է այսինչ գործով։ Գնացեք այդ արեք։ Այդ որ անեք արդեն կհասկանաք, թե զենքերը որտեղ կարող են լինեին։ Որտեղ կարող է եւ ոչ թե վերևից սկսեք, այլ շատ մանրուքներից սկսեք կամ ամեն մանրուքը վերլուծելով ապացույցները գնացեք հասեք նրան, թե կհասնեք թե չեք հասնի, այդ այլ հարց է, կհասնեք թե չեք հասնի։ Եթե այսքան տարի
ասենք 20 տարի այն ժամանակ, 7 տարի, 6 տարի այն ժամանակ, դա մարդիկ իմիջիալոց մահկանացու են, գիտեք, եւ ամենա դժբախտությունը նրա մեջ է, որ ոնց ասում է դասականը մահկանացու են случайно, հասկանում եք? Մարդիկ մահանում են, իհարկե, գործով մարդիկ արդեն մահացել են, ամեն դեպքում, ինչը որ մենք ունենք, որքան մարդիկ էլ որ կան, թե վկա կլինեն, թե դատապարտյալ կլինեն, թե տարբեր շրջանակներից եւ այն գործը, որը կուտակված է, հետաքննված է, դատական եւ այլն, հնարավոր է այդքանով կազմակերպիչներին բացահայտել։ Կատարողները հայտնի են, դրանք էկրանով մենք տեսել ենք։ Իհարկե ոչ։ Այդքանով որելներ այնա կբացահայտեին։ Դրա ուղղությամբ գործ պետք է արվի, ոչ թե 24 հոգի արձակնվի, ոչ թե մի 30 արձակնվի, նորից եմ ասում, այնքան նյութեր կա, որ կարելի է, օրինակ ես որ ես պատկերացնում եմ, այնտեղ ոչ թե 24, այնտեղ համարյա հարցաքննվածներից էլ պետք է հարցաքննվեն։ Այն որ ես ասում եմ, թող գնան, ես ինչ հարցաքննեն։ Այդ հարցաքննվածներից էլ պետք է ասեմ, որտեղ էլի հակասություններ կան։ Եվ ես չեմ քանակությունը չեմ կարող ասեմ, էլի, բայց այդ գործողությունը պետք է արվի, որ կարողանաս։ Նորից եմ կրկնում, անցել է երկար տարիներ։ Եվ իմացեք, թե այն իշխանությունը ինչեր է արել, որ այդ ամբողջ այդ ապացույցները կամ ասենք ամեն դեպքում իշխանությունները նախկին կան։ Նախքին կան, բայց ում որ հնչում է, լավ, իրանք նախքինները կային, չէին բացահայտում, ասենք ազդում էին բացահայտողների վրա, ազդում էին գործի քննչական խմբի վրա, այդ է հասկացանք, հիմա իշխան այդրանք չկան։ Ով է ձեր ձեռքը բռնել, այդ գործով զբաղվել այնպես, ինչպես զբաղվում եք մարտի 1-ով։ Հետո մի բան էլ ասեմ, երևում ասենց է, այս նոր իշխանությունը նամանտ Նիկոլ Փաշինյան, ինչ ասում են էլ անում։ Չի եղել մի բան, որ ասի ու չանի։ Սահմանադրական դատարան արեց եւ մնացած, մենակ մի բան չի արել, դա մարտի 27-ի խոստովացը, որ ես գտնում եմ, որ պատշաճ հսկողության տակ չի։ Պատշաճ հսկողության տակ չի։ Իդեպ ասեմ, մենակ ես չեմ։ Հենց ազգային ժողովի հանձնաժողովի նախագահն Անդրանիկ Քոչարյանը ինձանից ավելի շատ է դժգոհ այդ բացահայտումից եւ ինքն դժգոհությունը հայտնեց, այո, ոնց որ ինձանից ավելի շատ։ Դե որտեւ Անրա Վարդապետյանը Դեմիրճյանի արձանը բացելու ժամանակ եւս մեկ անգամ վարչապետի ներկայությամբ խոստացավ, որ մոտավոր է ժամանակներս, դա սենց կլինի, կբացահայտվի։ Գայնանը, ընդհանրապես Գայնանը հայտարարեց, որ նախաքննության գործ առաջագնում եւ նախաքննության գաղտնիքներից ելնելով չի կարող ինչ-որ բան ասել։ Նորից Անդրանիկ Քոչարյանին պատասխանելով։ Լավ, պարոն Սարգսյան, ձեր կարծիքով, տեսեք, մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանը ներգրաված է եւ ժամանակ առ ժամանակ դատավարություններ են լինում։ Ձեր կարծիքով հոկտեմբերի 27-ի այս վերաբացված գործով նույն Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, երբ որ այն ժամանակ անվտանգության ծառայությունում ա եղել եւ տարբեր այլ մարդիկ, պետք է մենք իմանայինք, որ դա դատավարությունն է, պարզա հանրային է դա, մենք տեսնում ենք, պետք է այս թեկուզ եւ 24-ի մեջ լինեին կամ դրանից հետո հարցաքննվածների մեջ լինեին։ Բայց ինչ եմ ասում, որ հարցաքննված իսկ եւ Ռոբերտ Քոչարյանն եւ Սերժ Սարգսյանը հարցաքննվել են։ Հա, այլ բայց կարճ։ Հիմա նորից շատ կարճ։ Իհարկե պետք է հարցաքննվեն։ Իհարկե այնքան հարցեր կա եւ այն հարցերը, ինչը որ մենք նշել ենք դատաքննության ժամանակ, այս սրա վերաբերյալ։ Դե մենք դատավարության ժամանակ էլ չէ պետք է կանչեինք հարցաքննելու, բայց եկան ասեցին չէ վերջ, այսքան հաբավարարա ու վերջ։ Դե էլի մարդիկ հարցաքննվեցին, էլի այդ շատ մարդիկ հարցաքննվեցին։ Իհարկե Գոնե հանրության համար, ասենք լավ, հանրությունը ասենք մի մասը մոռացել է 27-ը, բայց այն մարդիկ, ով որ այս գործով տուժող են, կամ ասենք շահագրգռվող, կամ ասում ենք ուզում են տեղեկանալ, գոնե նշվել, որ այդ թվում նաև այսինչ, որ մենք հասկանանք, որ եթե սրանք հարցաքննվում են, ուրեմն եկեք չշտապենք, հեսա տենանք մնացածը ոնց ալնում։ Ես ինչ գիտեմ ում են հարցաքննել 4 Իսկ եթե հետաքրքրվեի Հավաքարարին, ազգային ժողովի հավաքարարին Չեք փորձել հետաքրքրվել այս ընթացքում, այդ մի անգամ այդ նույն պատասխանը, եթե ազգային ժողովի, հանձնաժողովի նախագահին ասում են դա նախաքննության գաղտնիք է, փաստաբանին ինչ պետք է ասեն։ Նույն բանը պետք է ասեն, որ նախաքննության գաղտնիք է, եւ ավելի կոպիտ երևի։
Հաջորդը։ Ամեն դեպքում ձեր տպավորությամբ ինչպես ընթանում է գործիքնությունը կամ եթե ձեր իմ տպավորությամբ կամ եթե ինչ-որ դուք նշում եք Ոչ, եթե 24 մարտը արձակնվե, ոչ մի առաջընթաց չկա, որտեղ ես տեղեկություն չունեմ։ Ըստ ձեզ ինչու։ Ես շատ գիտեմ ինչու։ Ես ինչ գիտեմ ինչու։ Կանչեք դատախազին մի օր, հարցեք, ասեք, այսինչ հարցեր կա։ Մենք էլ ենք էլի ուզում հետաքրքրենք, նախաքննության գաղտնիքը մի բացահայտ էլի։ Բայց արդյոք 24 հոգի արձակնելը 6 տարվա ընթացքում բավարար է, որպեսզի այս գործը բացահայտվի։ Հասկանում եք։ Իսկ մի հատ գործով, ինչքան գիտեմ մի նախադասության համար 54 քննիչ ներգրաված են քննչական խմբում։ Մի նախադասության համար, չէ՞։ Այստեղ քանի հոգի են։ Խումբը քանի հոգի է։ Դուք ավելի Ինչ փորձառություն ունեն, հասկանում եք։ Դա էլ է շատ կարևոր, էլի։ Ինչ վարկածներ են առաջ քաշել։ Այդ վարկածներից ինչով են գնացել, հասել, չգիտեմ որտեղ։ Հասկանում եք։ Փորձել հետաքրքրվել թեկուզ Ես ոնց կարամ թույլ տամ զանգեմ ասեմ, հələ մի հատ ինձ նախաքննության բաները ընթացքի մասին զեկուցի։ Դա ինչ եք ասում։ Լավ, հարցը ճիշտ չուղղեցիք, հա։ Շատ լավ։ Իսկ կազմակերպիչների մասով այնուամենայնիվ տարիներ են անցել, տարիների հեռվից կազմակերպիչների մասով ինչ կասկածանքներ ունեք։ Ես կուզենայի անել։ Ես կասկածանքներով ոչ մասնակցել եմ դատավարությանը, ոչ անջատված մասով իմ միջնորդությանը։ Ես ոչ թե կասկածների իման վրա, այլ վարկած եմ։ Շատ լավ։ Գործի հանգամանքներից ելով առաջ եմ քաշել վարկածը եւ այդ վարկածի վերաբերյալ ներկայացրել եմ միջնորդությունները։ Վարկած, կասկածը դա գնա այն բոլորն էլ բանում բիսեդկեքում կուխնյա վարկածներ են առաջ քաշում, առաջ են տանում եւ մի բան էլ հաստատում են։ Տենց բան չի կարա լինի։ Ես վերջին հաշվով ներկայացնում եմ Դեմիրճյանի ընտանիքին։ Իմ ամեն բառի համար ես պետքա պատասխանատվություն կրեմ։ Ես ոնց կարամ նստեմ ձեզ, այդ նույն բանն ասել եմ 18 թվականին։ Ու սկսեմ իմ կասկածների մասին բան ասել։ Գործ։ Ինչ եք հարցնում, ինչից կարար առաջանալ։ Ներկայացրել եմ, նորից կրկնելու առաջանում։ Քաղաքական գործընթացները գնացել, հասել են հոկտեմբերի 27-ին։ Դա վարկատներից մեկն է, որ իշխանությունները անգործություն եւ ինչ որ մի ուղղությունով, չգիտեմ, Թուրքիա կլինի, Ռուսաստան կլինի, թե Միացյալ Նահանգների շահագրգռված լինելով կազմակերպվել է հանցագործությունը։ Սա վարկածներից մեկն է։ Օրինակ, գնում էր մի ուղղությամբ, հետո անջատված մասով Մարսել Մաթեոսյան կար երջանկայի շատակ, նա իդեպ իմ առաջին ուսուցիչը ոնց որ ասեմ, իրան շատ հետաքրքրում էր Թուրքիայի վարկածը, ինքը տանում էր Թուրքիայի վարկածով, այո, եթե ցուցմունքները բանանեք, իրողությունը գնում էր այդ ընդեղի էլի այդ կապված այդ իր այցելությունը։ Մինչև այդ արդեն գնում էր մեր ներքին այդ քաղաքական ուժերից որոշակի եւ այլ կազմակերպություններից եւ նաեւ Արցախի կողմից այդ ամեն ինչը կազմակերպված լինելու, այսինքն տարբեր ուղղություններ են եղել։ Եվ այդտեղ, ասենք, դուք ինձ ասում եք, ում վրա եք կասկածում, չի կարելի հիմա արդեն ավելի շատ կարծեք թե հանրային դաշտում, քաղաքական դաշտում քննարկվում է Ռուսաստանից կազմակերպելու վարկածը։ Դե տեսեք, այն ժամանակ գնում էր Թուրքիայից։ Հիմա գնում է Ռուսաստանից։ Հեսա մի քիչ էլ պետք կգա, դուրս կգա ուրիշ տեղից։ Ռուսաստանի ճիշտն ասեմ, սենց մի բան կա, էլի հանցագործություն կա, որը 20 տարի հետո ինքն իրան է բացահայտվում։ Ինքն իրան։ Օրինակ մենք միշտ ասել ենք, չէ՞ որ ստեղ եղել է Մեղրի Միջանցքի հարցը եւ քանի գնում է այսօր էլ հաստատվում է, չէ՞ որ եղել է այդ Մեղրի Միջանցքի հարցը։ Վարդան Օսկանյանն իրանք արդեն հայտարարել են։ Ահա, եղել է, այդ հարցը եղել է, քննարկվել է ավելի շատ է եւ ամեն անգամ այդ ոնց որ ավելի է բովանդակությունը մի քիչ ավելի շատ է ներկայացվում։ Եվ այդ 20 տարի հետո, երբ որ արդեն պարզվում է, թե ինչ պետք է լիներ, ինչ այդ Լավրովի պլանը ասածով, բայց Լավրովի պլանը մի քիչ ուրիշ է, էլի, այսինքն այս ամեն ինչը եղել է Ադրբեջանի նպատակը, չէ՞։ Այսքան տարի որ չի լուծվել այդ հարցը, եթե լուծվեր միայն, ասենք, զորքերը հետ քաշելով, չէ՞, զորքերը հետ քաշելով, ինձ թվում է
մի օր կգար, որ զորքերը հետ կքաշեին ազատագրված այդ բաներից եւ դրանով կավարտվեր։ Բայց տեսնում ենք, որ ոչ, միայն զորքերը հետ քաշելով չի եղել։ Միայն Զանգեզուրի միջանցքը չի եղել նպատակը։ Այնտեղ Գորիս կապան ա եղել, այնտեղ էլի ուրիշ հարցեր, այնտեղ Կրոնի հետ կապված հարցեր, այսինքն այն ամեն ինչը, որ միայն երկուսի, Վազգեն Սարգսյանի, Դեմիրճյանի պարագայում չէր կարող լիներ։ Մենակ Զանգեզուրի միջանցքը չի, հասկանում եք, պարզվում է արդեն։ Եվ այդտեղ բնական է, որ այդ երկուսը չէին կարող թողել։ Չէր ստացվի որևէ կերպ իրանց քաղաքական դաշտում լինել, իրանք երկրի ղեկավար լինելով թույլ տային այս ինչ որ այսօր ստացվեց։ Այդտեղ ոնց որ հա Ռուսաստանի վերաբերմունքն էլ հիմի որ նայում ենք այս ամեն ինչին կարող է։ Իմիջիալոտ ես ասեմ, ես ռուսամետ բան եմ, անձնավորություն եմ, ես ավարտել եմ ռուսական դպրոցը, դաստիարակվել եմ ես բայց այն ժամանակ եթե ես միշտ բան էի անում, ինձ ասում եմ, կար էլի, հիմա կա մի անձնավորություն, որ ասում է Ռուսաստանն, ես էլ ասում եմ դե երիք էլ ավել, ինչ ես Ռուսաստանից կպել, Ռուսաստանը ինչ շահ պետք է ունենար ստեղ։ Հիմա հասկացել եք։ Դե հիմի այդքան կտրուկ չեմ կարող ասեմ, ինչ որ այն ժամանակ է ասում։ Երևի գիտեք հիմի, երևի գնացե ասել են Թուրքիա, դե արդեն Թուրքիա չի կարելի հարաբերությունները բանանել։ Այն ժամանակ գնացին, ասենք հասան Ռուսաստան, չէ՞ իշխանությունը, տեսան Ռուսաստանը հետ քաշվեցին։ Հիմա էլ կարող ասան գնացե ասել են Թուրքիա, ասել են դե լավ, մի րոպե Դա գործ չունենք էլի։ Հոկտեմբերի 27-ի գործի քննությամբ եք ասում, գնացին։ Իսկ դուք ասում եք գնացին հասան, այսինքն այդպես քննում էին գնացին հասան։ Թե իրանք ամեն դեպքում ինչ որ մասնակցություն չես կարող ասել։ Դե Ռուսաստանի վերջինաշուտ սպեցնազը եկել է, թե չի եկել։ Եկել է, չէ։ Դե իմի ասենք այդ դրա մասով եմ էլի ասում, որ գնացին, հետո բան եղավ։ Լավ, պարոն Սարգսյան, Ռոբերտ Քոչարյանը վերջերս հարցազրույց։ Մի բան ասեմ, հա։ Այսօր մենք խոսում ենք հոկտեմբերի 27-ի մասին։ Հոկտեմբերի 27-ի մասին, նայեք, դուք ինձ հարցերը կտաք այս ինչից, այն ինչից, քաղաքական դաշտից, այդ բանից, եւ ես ասենք ստիպված եմ լինելու պատասխանելու, բայց դա կարող է անցալվել, որ ես որպես Դեմիրճյանի քրեական գործով շահերի ներկայացուցիչ եկել եմ ստեղ եւ այն ինչ որ ես այսօր արտահայտելու եմ դուրս է գալու որ այդ ընտանիքի բառերն է ես վերարտադրում եմ այդ բառերը դրա համար եթե պետք կլինի քաղաքական դաշտից ամեն ինչից խոսելու ես կգամ առանձին ոչ թե հոկտեմբերի 27-ին Սարգսյան Աշոտը կգա ձեր մոտ Ուզում եք փաստաբան դառնալ։ Դուք եկել եք, պարոն Սարգսյան։ Դե ես եկել եմ որպես Դեմիրճյանների ներկայացուցիչ այդ գործով։ Խնդրում եմ ինձ այդ հարցերը տվեք այդ գործով ես պատասխանեմ։ Այդ հարցերից հետո, այդ գործով հարցերից հետո դες կմոտենանք արդեն որպես առանձին Աշոտ Սարգսյան եւ այլ հարցեր տանք, մինչեւ հաջորդ անգամ դուք նորից կգաք մեր տաղավար։ Ամեն դեպքում 26 տարի անց զուտ արդեն եզրափակելով հարցազրույցի այս հատվածը, ինչ խորհուրդ կտաք դուք հիմա գործը քննողներին կամ այս իշխանություններին։ Խորհուրդը տվել եմ ուղղակի։ Ինչ կառաջարկեք, ինչ նորից բարձրացնեք։ Արդեն ասել եմ, ինչի պետք է ես հանրությանը ասեմ, հանրությանը դա չի էլ հետաքրքրում, եթե ես ասել եմ այն պաշտոնատար անձին, այսինքն քննիչին, որը քննում է այդ գործը։ Եվ եթե ինքը այդ ուղղությունով ինչ-որ մի բան արել էր, ես գոնե կիմանայի, էլի ասենք, եթե անունները նշված էր, թե ով են հարցաքննել, գոնե անունները, կամ ինչ ուղղությունով ա եղել, ինչ ուղղության մասով ա եղել։ Ժամանակ ես կիմանայի, որ այդ իմ ուղղությունները տված դրանք պիտանի են եղել Իսկ ձեր տպավորությամբ իշխանությունները ունեն ցանկություն կամ բացահայտելու հոկտեմբերի 27-ը իշխանությունները կամ ես որևէ անգամ չեմ լսել որ հոկտեմբերի 27-ը մեր առաջնահերթ քաղաքական բաներից չի ուրիշ բաների մասին ասում են չէ որ առաջնահերթ չի մեր քաղաքական բայց ես չեմ լսել որ հոկտեմբերի 27-ը բան չի էլ ինչ որ արդիական նշանակություն չունի մեր պետության համար որտեղ եղե անցել է Ես այդ բանը չեմ լսել, բայց այս մի կողմից չեմ լսել, բայց չեմ
չգիտեմ նաև թե ինչա կատարվում բացահայտման մասով։ Բացահայտման մասով ինչա կատարվում։ Դրա համար ես չեմ կարող, դուք բանը գիտեք, հարցերը տալիս եք, որի պատասխանը պետքա լինի հարցազրույցից դուրս, այսինքն զրույց։ Իսկ զրույցը ես չեմ, ոչ, ես եկել եմ հարցազրույց տամ, ես եկել եմ փաստերով խոսելու, փաստեր ներկայացնելու։ Բայց զրույցը է, տեսա որ սա կանջած է։ Փաստերից դուք նաև կարծիք հայտնելու իրավունք ունեք, ոչ թե կարծիք հայտնելու իրավունք։ Այո, կարծիք հայտնելու այդ թվում նաև դուք։ Լավ, պարոն Սարգսյան, ես Դեմիրճյանների վերաբերյալ մեկ հարց էլ պետք է տամ, ես չգիտեմ դուք ընտրեք որպես շահերի պաշտպան կպատասխանեք, թե որպես պարզապես Աշոտ Սարգսյան կպատասխանեք, դուք ընտրեք։ Ռոբերտ Քոչարյանը վերջերս ասուլիս էր տվել, անդրադառնալով ընտրություններին, իր երկու նախագահական ընտրություններին 98 թվականին, երբ նրա մրցակիցներ Կարեն Դեմիրճյանը եւ երկրորդ արդեն ընտրություններին Ստեփան Դեմիրճյանի հետ, նա առաջինի ասաց, որ երկու դեպքում էլ ինքը հաղթել, ճիշտ է, երկրորդ փուլով են երկու ընտրություններն եղել, բայց ինքը հաղթել է այնուամենայնիվ եւ այն հայտարարությունները, որ տարածում են, թե ինքը կեղծել է, նման բան տեղի չի ունեցել։ Դուք ինչ տպավորություն կամ ինչ կասեք ամեն դեպքում այս առումով։ Խոսքը այս վերջին, այո, իր ասուլիսի ժամանակ, այո։ Հա, ասուլիսն էր, չէ, 3 ժամանակ, չէ։ Ուրեմն տեսեք, դա բնական է, հետևում եմ եւ այս կողմին, չէ, եւ ընդդիմության եւ իշխանության բոլոր այդ նորությունները եւ ասենք այդ հարցազրույցները, ասուլիսները հետևում եմ։ Եվ ես հիշում եմ, որ սկսվեց բանից, չէ, օրինակ 98 թվականի սկսվեց, չէ, ոչ թե ընտրություններից չսկսվեց, այլ սկսվեց Տրամփի ուղին եւ այս կողմը, չէ։ Այո, ասուլիսը։ Եվ գիտեք, ասենք, երբ որ քննադատվում եւ ներկայացվում էր, ասենք, թե դատական իշխանությունը, թե այտենց կամա, դե ունես փաստեր կա, որ չես կարող ժխտես, էլի, ասենք, դատական իշխանության սխալները։ Եվ ես կամած լսում ես եւ սկսում եմ մոտդ հավատ առաջանալ, որ հա էլի, եւ եկավ հասավ 47 միլիոնով բանի, չէ, Սելիմի բանը, եւ վերլուծեց, որ դա կարելի անել 100 միլիոնով եւ Հայաստանը շահ ստանա եւ ամեն ինչ ասելով հիմնավորում են։ Ասած, ո՞ւմ է հավատալ, էլի, ասում ես, հա դխելով մարդը նախագահ է եղել, ասում է ես կառուցել եմ, ոչ չի կարա սուտ ասի, չէ, 47 միլիոն։ Եվ տես գալիս ես, մեկ էլ գալիս է ասում այդ հարցը ընտրությունների ու ասում է ես հաղթել եմ եւ եթե ես կեղծող լինեի, ես 2%-ը չէի կարող։ Երկրորդ փուլ չէի գնա։ Հա։ Ուտեղ այդ դեպի այսինքն այդ մեղմաս եմ, էլի։ Գիտեք ոնց է, երբ որ մարդը այսօր այն որ ասում է, որ ընկնում է, թանկավորները շատանում են, չէ։ Մեղմ ասեմ, հա, այդ իրականությանը բացարձակ չհամապատասխանող տեղեկությունը, որ ինքը հաղթել է, գիտի ամբողջ Հայաստանը, գիտի կենտրոնական ընտրական հանձնաժողովը, գիտի սահմանադրական դատարանը, Ստեփան Դեմիրճյանի ընտրության մասով, երբ որ ազգային ժողովին առաջարկեց հանրաքվե անցկացնել, ասենք, տես, այդ արդեն որ լսում ես, այն որ 47 միլիոն դատական, այդտեղ էլ արդեն չես հավատում, հավատը արդեն ասում ես, եթե այս նույն դեմքի արդյունով ասում ասեն, ուրեմն էլ ասում ասում։ Ինչ վերաբերվում է ոչ մեկին ընտրության ժամանակ բան չեն արել։ Կարմիր, ոնց ասես, կարմիր կամանդիրներ, թե բոլոր ներկայացուցիչները տնօրեններ էին ինչ-որ գործարանների եւ այդ կարմիր տնօրեններից ինքը ոչ մեկին չի կպել։ Այսինքն ընդհանրապես Կարեն Դեմիրճյանը որևէ մեկին ասաց բոլորը շարունակել են աշխատել։ Չի ձերբակալել, չի կալանավորել, ճիշտ է ասում։ Բայց ազդեցություն եղել է, թե չի եղել։ Տնած վրա ասենք մի քանիսը կար, որ կարելի էր ազդել, բայց ընդ մի հատ բան կար, խումբ կար, որ զմատոմային ռումբել ընկներ իրանց վրա ազդել չէր լինի։ Այդ մեկ։ Այսինքն երկրորդը
ընտրությունների վերաբերյալ, որ ոչ մեկին, այդ մենակ գործարների մասին է։ Ես չեմ ուզում, ես քան տարի, ես այսքան ժամանակ տվել եմ հարցազրույցներ, չէ՞, 2001 թվականից, որ արդեն սկսում էինք, մինչև որևէ անգամ դուք չեք կարասեք, որ ես անձնավորել եմ։ Չեմ ուզեցել, հասկանում եք, չեմ ուզեցել անձնավորել, բայց հիմի, որ ասում է ընտրություններին ոչ մեկին, ասեն գործարանի դիրեկտորներին բան, նեղություն չենք տվել կամ ես չենք արել։ Բայց ախր ես կամ չէ դեռ։ Ես եղել եմ այդ ժամանակ 6-րդ վարչության բաժնի պետի տեղակալ։ Եվ դուք ազատվեցիք դրանից։ Վարչության պետի տեղակալ։ Մի րոպե, մի թաթեք։ Երկրորդ փուլից մի քանի օր առաջ։ Ինձ կանչում են վարչության պետի մոտ, նստած է Ռոբերտ Քոչարյանի շտաբի պետի տեղակալը, նախկին ոստիկան։ Եվ ինձ ասում են, որ պետք է այս ռապորտ գրեմ գնա, որովհետև դու օգնում ես Դեմիրճյանին։ Տեղեկությունը բերել հայտնել են, որ դու օգնում ես։ Զարմացած նայում եմ, ասում, լսեք, Դեմիրճյանին ես ով եմ, որ կարողանամ օգնեմ։ Չկա տենց մարդ, որ Դեմիրճյանին օգնի ընտրության ժամանակ, կա խանգարողներ։ Բայց Դեմիրճյանը ինքը իրանով արդեն այն բանն ունի, այն կերպարն է, որ իր օգնության նամանանդ իմ օգնությանը կարիք չի կարող ունենա։ Երևի ինքը չգիտի դրա մասին, հիմա ասում եմ հայտնում եմ, թող կանչի նախկին շտաբի պետի տեղակալը եւ ասի, խի ես գնացել 6-րդ վարչություն, խի ես ստիպել, որ Սարգսյան Աշոտը բան գրի, որտեվ ինքը օգնում է Դեմիրճյանին, եւ ինքը չգիտի։ Չեմ հիշում դրա անունը, որտեղից հիշեմ։ Բանի տեղակալը։ Իր այդ շտաբի պետի տեղակալը, նախկին ոստիկան, նախկին պաշտոնն էլ բաներ, ասոբի ինսպեկցիա։ Վերջը, հասկանում եք, դրա մասին պետք չի խոսել։ Եթե մենք չենք խոսում դրա մասին, եթե առիթ չտան, մենք էլ չենք խոսի։ Հասկանում եք, եթե առիթ չտան, մենք չենք լինի։ Ստեփան Դեմիրճյանը երբեք չի եղել հարցազրույց տա եւ ասի ես այս ժամանակ հաղթեցի։ Ախր դες չի կարելի։ Բայց եթե դու բերում ես այդ փաստերը, ինչի ես ներկայացնում։ Ներկայացնում ես, որ մի անգամ էլ ես բանը ասվի, հա, որ ես նոր սերունդն էլ իմանա ինչա կատարվի, հա։ Ախր ես 99 թվականին կենտրոնական ընտրական հանձնաժողովում եմ եղել, դեռ 98 թվականի բաները մնացած է եղել, հələ իրանց մոտ, դեռ կենտրոնական արխիվ չէր ուղարկվել։ Եվ ինչ են ինձ հայտնել։ Ախր չի կարելի տես բանը։ Որ տրցակները մինչև մինտեղ դրածա, վերևի 4 հատը Քոչարյանա ներքևը, մնացածը Դեմիրճյան։ Մինչև հիմա կա։ Չէ, այդ ես ասում եմ 2000 թվին դու ասում ես մինչև հիմա կա, է շատ։ Միգուցե պահպանված է։ Բացում եմ խի չեք վերացրեք գոնե։ Այդքան վերացնել կլներ։ Էդ էլ ինքը չգիտի երևի։ Պետք չի դրա մասին խոսել։ Ուղղակի պետք չի։ Եթե մենք չենք խոսում, դուք մի խոսացեք, վայ։ Սահմանական դատարանն ասում է գնա հանրաքվե անցկացրա, այն փաստերի, որ չէր կարող, մի կրակներ ենք, այս կողմից չի կարա ընտրությունները վավեր ճանաչի, այս կողմից էլ չի կարա անվավեր ճանաչել, հասկանալի է ինչ էր կատարվելու։ Ճիշտ է, երևի սենց բաներ չկատարվել, ոնց որ հիմա կատարում, բայց մի բան կատարվել։ Նենց որ պետք չի դրա մասին խոսել։ Ուղղակի այդ ընտրությունների մասը 4 անգամ պարտվելու, ասենք 2 անգամ երկու փուլով Դեմիրճյանը, դրա մասին պետք չի խոսել, էլի։ Մենք չենք խոսում, դուք էլ մի խոսեք, էլի։ Հա, մի հիշեցրեք, էլի, հա։ Իսկ անդրադառնալով իդեպ սահմանադրական դատարանի այդ որոշումը, դա այնուամենայնիվ չկատարվեց։ Ինչը։ Սահմանադրական դատարանը չկատարվեց։ Ինձ եք հարցնում, գնացեք հարցրեք չկատարվեց։ Որտեւ այդ ժամանակն են միասնության բանալն են քանդեցին, դաշինքը են քանդեցին, մեջը պարակներ մտա, որ ոչ մեկ էլ չհետևեց դրան։ Այսքան էս գալով այնուամենայնիվ մեր օրերը պարոն Սարգսյան, դուք 2018-ին անդադ որ հիշատակում եք այդ հարցազրույցը 1++-ի տաղավարում
անդրադառնալով դատաիրավական համակարգին, ասացիք, որ դատական համակարգը հատկապես շփոթի մեջ է, մոտավորապես նման բան ասացիք։ Հիմա օրինակ իշխանություններն ասում են, իշխանությունները նույնպես դժգոհում են դատական համակարգից, որ նրանք գտնվում են նախկին իշխանությունների ազդեցության տակ, նախկին իշխանություններն էլ դժգոհում են, ասում են գործող իշխանություններն են թելադրում դատական համակարգին։ Սա միգուցե այն լավագույն տարբերակն է, որ իսկապես անկախ է մեր դատական համակարգը, բայց ամեն դեպքում ձեր տպավորությամբ ինչ վիճակում է մեր դատական համակարգը։ Ուրեմն տեսեք ինչը, բացառությամբ մի երկու գործերի հեղա այդ իշխանափոխությունից հետո երևի մի տարի այդ արդարադատություն բառը կարելի է եղել օգտագործել։ Հասկանում եք, կարելի է, որովհետև արդեն կաշառքը իսպար վերացած էր, 19 թվականին չի կարող լինի որևէ մեկը, որ ասի, որ դատավորին տարել է կաշառք տվել կամ դատավորը կաշառք ուղղել։ Դրանից հետո արդեն, որ եղան քաղաքական այդ պատվերներից հետո պատվեր կատարողը դե գիտի չէ, արդեն դառնում է անձեռնամխելի, չէ։ Ասենք եթե կարելի է այս մարդուն տանել, կալանավորել, կալանքի տակ պահել ու սպանել, բայց դրանից հետո ես մի հոտենչ չի, դրա պատասխանը ես պետք է ստանամ։ Այդ դրանից հետո էլի արդեն սկսվեց, բայց հիշում եք ես ինչ եմ ասում, որ մարդը պետք է պաշտպանված լինի, մարդիկ չեն արտագաղթում սովից, ստեղել են աշխատում, մարդիկ արտագաղթում են անպաշտպան լինելուց, որ պաշտպանված չեն։ Ստեղ նույնը եւ մի քանի դեպքերով ավելի խայտառակ ձևով կրկնվում է ինչը որ արել են նախկիններ, ինձ ոչ մեկ չի կարա հոգեկան հիվանդ պետք է լինի, որ հանգարտ մտածի, թե ես կարող եմ նախկինների մարդը լինեմ եւ նախկինների բանը։ Ոչ, ընդհակառակ ես ցավով եմ արձանագրում։ Ցավով, Էքզյուպերին իր աղոթքի մեջ ասում է, Աստված ուղարկի ինձ այն մարդուն, ով ինձ կասի ճշմարտությունը իմ թերությունների մասին, բայց կասի դա սիրով։ Դստե իմ սիրով բառը բացառվում, հա, սիրովը։ Ես կարամ ասեմ, որ մտահոգված էլի, ասենք, չի կարելի այս դատական համակարգում այդ հանձնարարականները, ցանկացած հանձնարարական, ասենց այն բանի քաղցկեղի բջիջի նման ասենց տարածվում է։ Միանգամից տարածվում է, հասկանում ես, որ եթե ընդեղ արդեն կա լավ, ուրեմն նշանակում է ինչքան կարողա չլինի, գիտեք զանգ, կարողա չլինի զանգ, բայց արդեն իրանք կռավում են, որ ինչքան իշխանությունը պետք լինի, ես այս բաները ակտերս իրանց օգտին, այնքան ես ապահովված կլինեմ։ Եվ դրա համար ստեղծվել է մի իրավիճակ, որ դատախազը ոչ թե անկախ են իմաստով, որ ինքը կողմնակալ դիրքորոշում չպետք է հայտնի։ Քաղաքացիական գործով հավասարության սկզբունքն է, քրեական գործով անմեղության կանխավարկածը։ Սկզբում դրած։ Քաղաքացիական գործով դու խոսում ես, ես որոշում եմ, ես լսում որոշում եմ։ Քրեական գործով անմեղության կանխավարկածը սկզբնական է, մեղադրող գնա ապացուցի, որ այն մարդը այս բանն արել է, ոչ թե ինքը ապացուցի, որ չի արել։ Այս ամեն ինչը խախտված է, որովհետև քրեական գործով մեղադրող դատախազը եւ դատավորը արդեն նույն կարծիքին են, արդեն նույն մի քանի գիտեք, որ գործերի մասին եմ ասում, արդեն նույն կարծիքին են, էլ փաստաբանները ասեն, չասեն, լսում, իրար ճղում են, իրար բան են անում, որ ախր sense բան չի կարող լինի, էլի, sense բառեր ասում ախր ոնց կարող էլի, ասենք մի դեպքում մենք էլ մեր ձևով կմասնակցենք, հանգարտ մեղադրանք դառնա, մենք էլ մեր ձևով կմիջամտենք։ Հա, ասենք թե կմիջամտենք։ Հետո ասենք կմիջամտենք, դրա հանցանք։ Դե չէ, ուզում եմ ասեմ այդ բանը։ Եվ կապել նաև հոգևորականների հետ կապել։ Դե հոգևորականներին եկեք մի կողմ դնենք, որտեղ ես ասում եմ, տես, ես ասում եմ բառի մասին, էլի բառը, ոչ թե ասենք այնտեղ գործողությունները, հա, հիմի ասենք ես ասում եմ, եթե Սամվել Կարապետյանին չհաջողվի, մենք փաստաբաններս էլ մեր ձևով կմասնակցենք, հա, այդ եկեղեցու պաշտպանությանը, հետո ստեղ դուրս գալուց պետք է գան տանեն, հա։ Չի կա, չէ, հասկանում եք, այս ամեն ինչը, ասում եմ, ես ոչ թե դա բանով չարությունով եմ ասում,
այլ մտահոգված եմ, որ կարելի է, էլի կարելի է, էլի այս ամեն ինչը անել, դու գնա կոռուպցիայի դեմ պայքարի, ով է քեզ բան ասում, գնա, ճիշտ է, օրենքի մի քիչ էլ էս բան ես արել, բերել ես ապօրինի գույքի բռնագանձում է, ով է քեզ խանգարում, ով չի ողջունի քեզ, իհարկե իշխանությունը թալանել է, բնական է 130,000 ստացող բանը, իհարկե այդ բաները չեր կա ունենար, եւ վերում նորից եմ ասում, մի թեթև քնակ Վենետիկի անձնաժողովը ուղղեց էլ ինչ պետք է լինի, բայց ով է քեզ բան ասում, գնա պայքարի։ Բայց ի՞նչ է նշանակում բարերի բանով, ասենք մասնակցությունը միջամտում կամ ասենք այն մեր բանի դեպար Միքայել Սրբազանը։ Միքայել Սրբազանը ինչ կոչ անող։ Միքայել Սրբազանը միամիտ մարդ է, հա, մանա իմաստուն մարդ է, շատ բան գիտի, բայց այդ ռազմական հեղաշրջում, ասում է գնացել եմ Սերժին, ինքն ասում է գնացել եմ Սերժին, Ռոբերտին ասում է լավ մեկը չունեք, որ այս ռազմական հեղաշրջում անի։ Նրանք էլ բացատրել են, չէ՞ որ ռազմական հեղաշրջումը էստի հանցագործություն է, էլի։ Այսինքն իր կարծիքը, որ կարելի է այս երկիրը փրկել ռազմական, ինքը ոչ թե կոչ է արել, այլ գնացել ասել է ժողովուրդ ախր երկու օքի չունեն։ Էլի Սերժյանն էլ Ռոբերտ Քոչարյան կոչ արել ասել։ Հա, Սերժը երկուսին կոչ արել, արդեն եղավ կոչ արել, հա, թե ուրիշ բան ասում օրենքը կոչը որն է։ Հասկանում եք։ Սա այս պահերը չի կարելի, էլի ասենք, բան չի, ասենք, դրանից հետո էլ ասենք գալիս է մի գործողություն է, որ ընդհանրապես չես կարող հասկանալ, էլի, լավ ոնց կարելի է հասնել այս աստիճանի։ Ասենք Կոչուբաևը այդ գործի շրջանակում է, թե Սրբազանը չէ, ինչ-որ բան արել, հա, լավ արտահայտություն, վատ արտահայտություն է, բայց հասկանում եք, բանը պորտկում է եղել, ասենք թե վիրավորանքը հնչեցրել և շրջանակն էլ պարզ է, շրջանակը պարզ չի, բայց ասենք թե շրջանակն էլ պարզ է, խի դրա համար տապալում են գետնին, հա, տապալում էիր, որ ինչ անեիր, որ ինչ լիներ, էլի ասենք, ինչն էր դրա նպատակը։ Մի կողմից մարդասպանին, արդեն բոլորն են այդ նկատել, էլի, ես չեմ, հարս ու փեսայի, սենց քայլվածքով տանում են մարդասպանության մեջ կասկածվողին, տանում սնում են ավտոմեքենա, մի գոհ փաստաբանին, որ ասել է, հա, չգիտեմ որ շրջանակին պորտկում է եղել, ասել է, սխալ արել, լավ, բայց տենց են խի վերաբերվում։ Խի վերցնում տապալում են գետնին մենակ այդ բանի համար, ու ոնց էստի կարել է, ասենք, փաստաբանական համայնքը տենց հանդուրժի։ Այդ տենց հատիկ գալու է աստին բոլորին, հետ էլ ասել, բոլորին։ Նենց որ այդ պորտկումը, գիտեք, պորտկումը շատ հաճախ, հա, ես արդեն տարիքով եմ, ես զսպում եմ ինձ։ Ես եղել է իմ մոտ էլ պորտկում եղել այդ ժամանակ, այդ իրաց տարիքի ժամանակ։ Ասենք այսօր ես մի հատ վճռաբեկ բողոք եմ հենց հիմի պատրաստում, որտեղ ամեն բառից հետո ինձ թվում է ես պետք է նշեմ, որ ես իրանց են ձեռ առնում, թե ինձ, թե պետությանը, իրանք են իրանց ձեռ առնում, ինձ թե պետությանը, որտեղ նենց բաներ են նշում, որ այդ պորտկումը կարա լինի։ Ես արդեն տարիքս այնա, որ ես հանգստացել եմ, Կոչուբաևը չի կարացել իրան զսպի, բայց սա չի կարա որևէ կերպ արդարացվի են գործողությունները, որոնք կատարվել է իրան նկատմամբ։ Հասկանում եք, ստեղ պետք է, ստեղ այս ամեն ինչը, գիտեմ նախընտրական ամեն ինչը ինչ որ գնում է, բայց ախր մի քիչ այդ տերորը թուլացրեք, էլի։ Չէ որ դուք ասում եք, որ ժողովուրդը միևնույն է ձեր կողմից է, չէ։ Չէ։ Ալեն Սիմոնյանը ասում է 51%-ը մենք ունենք, հենց այսօր էլ ունենք, վաղն էլ ենք ունենալու, մյուս օրն էլ ենք ունենալու։ Բայց այդ 51%-ը ունեք։ Ինչի եք այս գործողությունները անում։ Ինչն է դրա նպատակը։ Այսինքն ձեր 51%-ը հիմնված է վախի մթնոլորտ ստեղծելով գնալ 51, դա արդեն լավ 51% չի։ Դա արդեն ժողովրդի ոչ թե իր կամքով է ձեզ ընտրելու, այլ վախի մթնոլորտի ձեռնելով։ Չէ՞։ Ես վստահ եմ, որ ես ընտրվելու եմ, ես ամեն ինչ պետք է անեմ, որ այդ ընդդիմություն եք ասում, չգիտեմ, ուժեր եք մտցնում, ինչ եք ասում, միևնույն է իմ համար նշանակություն չունեն դրանք։ Չեն կարա ունենա, որտեղ ժողովուրդը իմն է, ժողովուրդը ինձ է վստահում։ Էս է խնդիրը, այս
Դրա մասին ամփոփելով մեր զրույցը, պարոն Սարգսյան, հոկտեմբերի 27-ի մասով ինչ որ բան ունեք ավելացնելու։ Հոկտեմբերի 27-ի մասով ես կավելացնեմ այն դեպքում, երբ այս հարցազրույցը կարդացողը, դիտողը զանգի իմ հեռախոսահամարին, ինքը ունի այդ հեռախոսահամարը, զանգի կանչեն, գնանք նորից տեսնենք, ասենք, ուզում եմ ստորագրություն տամ նախաքննության գաղտնիքը չբացահայտելու համար, գոնե ասենք, այն ինչ որ ես ասել եմ, այն մարդուն, որ պետք է հարցաքննի, այդ մարդուն գոնե իմանանք հարցաքննվել է թե չէ, եւ այդ 5 քարտեզը վերցել են, տեսել են, թե այդ մարդը որտեղ էր նստած, ում հետ էր նստած եւ ինչքան տարածության մեջ ա եղել, մարդիկ չէ, մեկը որ նստած ա եղել, մեկն էլ որ դահլիճից դուրս ա եկել։ Եվ տեսել է այդ մարդուն, ով մտել է դահլիճ, տեսել է այդ դահլիճից ով է դուրս գալիս։ Այդ հասարակ բան է, էլի ասենք։ Այդ մարդը ասում փառք կա, հա մեկը այդ մահացել է, ում հետ որ նստած է, բայց ում հետ որ նստած է եղել է, էլի։ Եղել է այդ մարդիկ կան։ Այս սենց այս որս իմանամ ինչ են անում, ես մեծ հաճույքով կգամ առանց էլի նախաքննության գաղտնիքի բաները դե սահմանները գիտեմ, ես վերջին հաշվով 20 տարի եղել եմ այն ֆրոնտում, ասենք բացահայտման, արդեն 27 տարի էլ ես ֆրոնտում եմ, ես լավ հասկանում եմ նախաքննության գաղտնիքի նշանակությունը, բայց գոնե այս հարցազրույցի ժամանակ ես կարողանամ ասեմ, էլի որ այ հալալ է, այս գործով սես բան են արել, այս գործով որ այս բանը անեին ավելի լավ կլներ, առանց բացահայտելու, որոշ դրվագների բայց ես չգիտեմ, որոշ դրվագների մասին ինչ որ բան արել են, որոշ դրվագների մասին լավ են արել, թե վատ են արել, հասկանում եք, այսինքն դուք ինձ հարց եք տալի, ես էլ եկել եմ ու հասկանում եմ, որ հոկտեմբերի 27-ի մասին ձեզ ոչ մի նորություն չասեցի, մնացել է նույն 18 թվականի հոկտեմբերի 28-ի հարցազրույցը։ Շնորհակալություն, պարոն Սարգսյան։ Խնդրեմ։ Հույս ունենանք կլսեն եւ ձեզ կհրավիրեն։ Հիշեցնեմ, որ Ամեդպլյուսի տաղավարում էր հոկտեմբերի 27-ի գործով Դեմիշտյանների շահերի պաշտպան Աշոտ Սարգսյանը։